Սա ժամանակատար գործընթաց է, հարգելի Ռոբերտ, ժամանակատար է։ Եթե խոսենք քաղաքական ուժերի մասին, որոնք այդ գիծն են տանում առաջ, գիտեք, ես դժվար եմ պատկերացնում, որ այդ քաղաքական ուժերը որոշ անհատներ այնուամենայնիվ չեն պատկերացնում, որ ներկայումս տարվող քաղաքականությունը ամենաճիշտն է։ Ես կարծում եմ, իրենք դա շատ լավ գիտակցում են։ Այլ հարց է, թե իրենք ինչ գործիքներ են ուզում կիրարկել, որպեսզի մնան քաղաքականության մեջ կամ գան իշխանության։ Այսպես պիտի դիտարկենք։ Այսինքն կարելի է մի բան ասել, որն դու էլ չես անում։ Այո, եթե դու կարծում ես, որ քաղաքականության գալու ուրեմն գործիքը դա է։ Ես կարծում եմ լուրջ չընդունենք այդքան այդ տեսակետները, հա։ Այդտեղ տեսակետ չկա։ Դուք ինքները ձեր հարցադրումը արդեն ապացուցում է, որ այդտեղ տեսակետ չկա, որտեղ դուք օրինակներ բերեցիք Ասադի օրինակը, բերեցիք նույն հիմա Ուկրաինայում Ռուսաստանի, հա, այդ ամեն օրինակները դրանք շատ լավ ինչ ենք հեռու գնում, եկեք մեր օրինակը բերենք։ Մենք 30 տարի մեր անվտանգային համակարգը կառուցել ենք Ռուսաստանի շուրջը։ Մենք նույնիսկ ասում ենք, որ մեր անվտանգության երաշխավորն է։ Մենք այդ արտահայտությունը օգտագործել ենք պաշտոնական մակարդակով, որ մեր անվտանգության երաշխավորն է, հասկանում եք, բայց մենք ինչ ունեցանք։ Մենք տեսանք, որ դա չկար, միֆ էր, այդպեսի բան գոյություն չուներ։ Բայց այսքանից հետո էլի վերադառնել այդ խոսույթին ասելով, որ սա հակառուսական իշխանություն է։ Մենք կգանք եւ կվերականգնենք հայ-ռուսական բարեկամությունը։ Քաղաքական միտքը տկար է։ Տկար է։ Հայաստանում քաղաքական միտքը տկար է։ Մարդիկ չգիտեն էլի ինչ մտածեն, ինչ այլընտրանք առաջարկեն, որը տարբերվի ներկայիս քաղաքականությունից, որը վարվում է իշխող ուժի կողմից։ Եվ հետևաբար մտածում եմ, որ երևի թե ամենալավը նախկին տրամաբանությունը մի քիչ մոդիֆիկացված ներկայացնել է, որովհետև ասել ռուս-իրանական աղեղ դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև ինչ աղեղի մասին է խոսքը, ինչ աղեղի մասին է խոսքը, մենք կներեք, մենք երբ ունեցանք երբ եղավ պատերազմը, ես հիշում եմ Իրանը առաջիններից էր, ով որ եւ ընդ որում Իրանը միշտ արտահայտվել է, որ ինքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմն է եղել։ Ինքը երբեք իր դիրքորոշումը Ադրբեջանի շնորհավորությունից մեկն էր, հա։ Այո, ինչու է դա արել, որտեղ դա է իր շահերից բխում։ Մենք էլ պետք է մտածենք ինչա մեր շահերից բխում։ Հեչ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Գիտեք որն է, որ